Փառք Հիսուսին այսօրվա համար իրոքից եւ իրոքից ամեն անգամ երբ որ գալիս եմ եկեղեցի գիտեք նայում եմ ամեն անգամ հասկանում եմ թե ինչ մեծ հրաշք էր ինձ համար ձեզ հետ ծանոթանալը գիտեք Աստված շատ երևի կարող եմ ասել շատ հրաշքներ անում իմ կյանքում կապված առողջության հետ, ֆինանսների հետ, շատ վկայություններ կա, մեր հովիվը մեկ ու մեջ ինձ ասում է, քո կյանքը լրիվ վկայություն է։ Ու իրոքից ես տեսնում եմ իմ կյանքի մեջ Աստծո ձեռքը եւ շատ գոհ եմ նրանից։ Հրաշքներն եմ նրա տեսնում իմ կյանքի մեջ։ Բայց գիտեք, առանց որևէ մի կատել սուտ խոսալու, չափազանցնելու, կարող եմ ասել, որ ամենամեծ հրաշքը իմ կյանքի մեջ դա նա է, որ ես գտնվում եմ եկեղեցում։ Ու այն ամենասպես գագաթնակետը դա նա է, որ ես այդտեղ կանգնած ծառայում եմ ձեզ։ Երբեք չի կարողանա դա պատկերացնել ու մտածել դրա մասին։ Եվ ամեն անգամ երբ այստեղ կանգնում եմ, հասկանում եմ, ինչ մեծ պատիվ է, ինչ մեծ պատասխանատվություն է ինձ համար այստեղ կանգնել եւ ծառայել Աստծո խոսքով։ Ու դա վստահ եմ, իմ կյանքի ամենամեծ հրաշքը կլինի մինչև կյանքիս վերջի օրերը։ Փառք Հիսուսին դրա համար։ Գիտեք, երբ որ ապաշխարեցի սկսեցի Աստվածաշունչը կարդալը, մի պատմություն կար, որը շատ էր ինձ զարմացնում։ Ամեն անգամ կարդալուց չէի հասկանում, թե ոնց է դա հնարավոր։ Պատմությունը հետևյալն է։ Կար մի ազնվորություն, որի անունը Հակոբ էր։ Նրանք երբ որ ծնվեցին զույգ եղբայրներ էին։ Առաջինը ծնվեց եղբայրը, հետո նոր նա։ Եվ երբ որ նա ծնվեց եղբայրից հետո բռնել էր եղբոր կրունգը։ Հետո նա մեծացավ, այն ժամանակներում առաջնագությունը ավակին էր փոխանցվում, ով առաջինը ծնվեց, նա մեծն էր համարվում։ Բայց Հակոբը դրա հետ չհամակերպվեց, պայքարեց, սկզբից եղբոր հետ պայքարեց ու հետո գալիս հասնում է միտեղ, երբ նա կարծես թե ամբողջ աշխարհից փախչում է, ու արդեն չգիտի ուր գնա, եւ մի հետաքրքիր պատմություն է գրված Աստվածաշունչում։ Նա գիշերը սկսում է պայքարել Աստծո հետ։ Մարտնչել։ Եկեք իրար հետ ընթերցենք այդ տեղը։ Ծննդոց գլխում է գրված դա 32-րդ գլուխ 24-ից 29-րդ խոսք։ Եվ Հակոբը մինակ մնաց եւ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ։ Մինչև արշալույսի ծագելը, և տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, նրա զսթի ամլաջիլը թուլացավ նրա գոտեմարտած ժամանակը, և նա ասեց, թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց, և Հակոբն ասեց, չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չորտնես, և նա ասեց նրան, ինչ անունդ, նա էլ ասեց, Հակոբ է, և նա ասեց, այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև Աստծո հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր, եւ Հակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչում եմ անունդ ասիր, եւ նա ասեց. Ինչու ես իմ անունը հարցնում, եւ նա օրհնեց այնտեղ, եւ նրան օրհնեց այնտեղ։ Ուրեմն ծննդոց 32-35 խոսքը ռուսերենում ավելի երևի պարզ կլինի, բերեք դա էլ կարտանք, и увидел, что не одолевает его, коснулся сустава бедра его и повредил состав бедра у Иакова, когда он боролся с ним. Գիտեք, ամեն անգամ երբ ընթերցում է այստեղ, չի հասկանում ոնց է հնարավոր մարդը մարտնչում է Աստծո հետ, մի հատ էլ գրված է հաղթեց։ Ոնց է դա հնարավոր։ Գիտեք, երեք մի հատ վերանայենք, ով էր մեր Հակոբը։ Իմ ազգանունը Հակոբյան է։ Ամբողջ կյանքս ոնց որպես հբարդանում է, որ իմ ազգանունը Հակոբյան է։ Հակոբ անունը թարգմանվում է հետևյալ ձևերով. կրունկից բռնող։ Նրան Հակոբ անվանեցին, որովհետև նա եղբոր կրունկից բռնեց։ Թարգմանվում է նաև որպես հետևորդ։ Նորից բացատրվում է որպես քայլերով գնացող։ Հակոբ անունի իմաստն է դա, հա։
Հաջորդ ձևը, որ բացադրվում է այդ անունը, տեղը զբաղեցնող եւ վերջապես խապեպա։ Դա այդ իր Հակոբ անունի իմաստն է։ Եվ երբ որ մենք ընթերցում ենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ Հակոբը իրոքից այդպես էր։ Նա խապեպա էր։ Նա խապելով վերցրեց աղբոր օրհնությունը։ Հետո նրան խապեցին։ Նա մեծ պայքարով զբաղեցրեց իր տեղը։ Ու երբ որ եկավ հասավ այդ տեղը, երբ որ Աստծուն հանդիպեց, նա արդեն հակին ունեցվածք ուներ, կին ուներ, երեխաներ, մեծ նախիրներ ուներ։ Ու այդ գիշերը հայտնվամենյակ եւ Աստծո հետ պայքարեց։ Դեք սիրներ, իշտ ես այս պատմության մեջ ես։ Երբեմն մենք ապրում ենք ու մեր ենթադրություններով մտածում ենք ու գցում ենք ու բռնում ենք ու որոշում ենք, թե որն է կյանքի ճիշտ ձևը։ Ու վարվում ենք այնպես, ինչպես որ մեր տրամաբանությունը մեզ թելադրում է։ Բոլորս փորձում ենք ինչ-որ միտեղ գրավենք այս երկրի վրա։ Ինչ-որ միտեղ զբաղացնենք։ Ու հաճախ այդ ընթացքում, երբ որ փորձում ենք մեր դիրքը զբաղեցնենք, ինչ-որ մեկին կարող է տեղաշարժենք, ինչ-որ մեկին կարող է նեղացնենք, ինչ-որ մեկին կարող է տրորենք։ Ու կարծես թե այս կյանքի դրվածքը այդպես է, բոլորն են դրա մեջ։ Եվ մենք շարժվում ենք այս կյանքի ընթացքում ու անում ենք ամեն բան, ինչպես որ մենք ենք ուզում։ Որովհետև մեր սրտերը, Աստվածաշունչը ասում է, չար են։ Մեր մտածելիքը չար է։ Բայց գիտեք, Աստված եկավ Հակոբի հետ ու մարտնչեց։ Դրա մեջ գիտեք ինչ խորհուրդ եմ տեսնում։ Աստված փորձում է մեր չար սիրտը հոխել։ Եվ մենք մարտնչում ենք Աստծո հետ եւ չենք ուզում, որպեսզի նա մեզ փոխի։ Մենք չենք ուզում նրան թույլ տանք։ Մեր հբարդությունը, անձամբ իմ մասին եմ ասում, հբարդությունը, մեծամտությունը չի թույլ տալիս, որպեսզի Աստված փոխի։ Չեմ ուզում սիրել, չեմ ուզում ներել։ Կարելի ասել ներել, ես սովորել եմ եկեղեցում։ Ներողություն խնդրել նույնպես։ Մի պահ ճիշտ ասած ասել եմ մի այնպես հետաքրքիր տեղ, որ եղբայրները կադակով ձեռ էին առնում ինձ, ասում էին, «Էլ մարդ չկա ներողություն խնդրես»։ Փառք Աստծուն։ Ու գիտեք, այստեղ ուշադրություն դարձրեցի, ասում է Հակոբը Սդախոս Աստծո հետ մարտնչեց։ Առաջի բանը ինչ Աստված արեց, հարվածեց նրա գոտկատեղին եւ հիմքը Հակոբի խախտեց։ Հիմքը խախտեց, որովհետև գիտեք հետաքրքիրը որն էր։ Ջահել լասելով 22-23 տարեկան ժամանակը շատ ինքնավստահ է։ Իմ հիմքերի վրա ես վստահ եմ իմ ուժերի վրա։ Ու ինչ կատարվում էր իմ կյանքում, ես ասում եի, դա ես եմ։ Դա իմ հիմքերն են։ Դա իմ մեծությունն է։ Ու ամեն բան ինչ կատարվում էր իմ կյանքում, դա ես եմ։ Հակոբն իր կյանքում ապրում էր եւ ամեն բան անում էր իր կարծիքով, իր ուժերով։ Խապում էր։ Ամեն բան անում էր, որպեսզի կարողանա հաղթի։ Մինչև հանդիպեց Աստծուն, մինչև պայքարեց Աստծո հետ։ Պայքարեց Աստծո հետ եւ Աստված դիպչեց նրա հիմքերին եւ խախտեց մի քիչ։ Բայց հետո օրհնեց։ Իմ կյանքը օրինակի համար շատ նման է Հակոբի կյանքին։ Եկավ մի ընթացք, երբ որ գիտեք, Աստված կբավ իմ հիմքերին։ Ու այն ամուր ֆունդամենտը, հան հիմքը, որ կար իմ ոտքերի տակ, սկսեց խախտվել։ Հայրիկս ասում էր, տղա ջան, ինչքան էլ ուժեղ լինես, քեզանից ուժեղն է կհայտնվես աշխարհում։ Տեղդ գիտեցիր, չափերդ պաշտպանի։ Բայց էլ չափ չկար։ Ու ամեն մի փոքր հաղթանակ ինձ ավել էր, ոնց որ իմ մեջ փառավորում ու մեծորում, հբարդությունս էլ էր հասել էր, ինձանից առաջ էր քայլում։ Գիտեք, հաճախակի մարդիկ ասում են մեր
ազգը չգիտեմ ինչու երկերը նույնիսկ հորինում ասում են ուր էր Աստված եւ վեգան դաժան օրերը, հա, ուր է իր Աստված, ուր է իր Աստված, ուր է Աստված։ Միթե Աստված չի տեսնում ինչ է կատարվում այս աշխարհում։ Սերներ տեսնում է։ Ամեն բան Աստված տեսնում է։ Բայց եթե տեսնում ինչի է թույլ տալիս։ Հաջախակի են հարցնում, չէ, եթե Աստված կա, ինչի համար է նա թույլ տալիս։ Գիտեք, շատ բարձ ու հասարակ դրան բացատրություն կա Աստվածաշնչում։ Գրված է, որ Աստված երբ որ աշխարհը ստեղծեց, նա մարդուն տվեց ազատ կամք եւ մի ծառ դրեց աշխարհի մեջ, որը կոչվում էր բարի եւ չարի գիտության ծառ։ Ծննդոց 2-րդ գլուխ 17-րդ խոսքն ենք ընթերցում։ Բայց Աստծո խոսքերն են, բայց բարի եւ չարի գիտության ծառը մի ուտիր, որովհետեւ նրանից կերած օրերը մահով պիտի մեռնես։ Տեսնում եք սելի եկեղեցի, Աստված ասեց, բարի եւ չարի գիտելության ծառից մի բդուղը կեր։ Հենց կերար կմահանաս։ Բայց ինչպես ասեցի, մենք չար ենք եւ մենք մարտնչում ենք Աստծո հետ։ Հետո ինչ որ Աստված ասել է։ Մենք անպայման խախտելու ենք նրա խոսքը։ Եվ Ադամն ու Եվան խախտեցին նրա խոսքը եւ ճաշակեցին չարի եւ բարի գիտելության ծառը։ Եվ մինչև որս մենք ապրում ենք եւ փորձում ենք այս աշխարհի վրա ճանաչենք չարը եւ բարին։ Եվ դրա համար Աստված թույլ է տալիս, որպեսզի այս ամեն ինչը մեր հետ կատարվի, որպեսզի մենք ճաշակենք չարը եւ բարին։ Դա մեր ընտրությունն է։ Ինչ որ մեկը մի անգամ ինձ հարցրեց, ասեց. Այ Ադամն ու Եվան, եթե այդ բդուղը չուտեին, ինչ լավ կլիներ, դեռ ասեցի մի անհանգստացի, ինձ համար իմ մեղքերը սա էսենց հերիք էր։ Ես կանեի դա։ Որովհետև մենք այդպես ենք, մենք պայքարում ենք Աստծո հետ։ Մենք ամեն իրավիճակի մեջ պայքարում ենք Աստծո հետ։ Դա մեր ընտրության բդուղն է։ Եվ Աստված թույլ է տալիս, որ դա մեր հետ կատարվի։ Եվ գիտեք, մարդ արարածը այնքան հետաքրքիր է, մենք այնքան հետաքրքիր ենք, նայեք, Տեր Հիսուսը սեր է։ Սերը բնակվեց մարդկանց մեջ։ Լավ գործեր արեց, մարդկանց բժշկեց։ Տեր Հիսուսի վրա ոչ մի մեղք չկար, ոչ մի վատ բան։ Եվ ինչ արեցին մարդիկ։ Վերցրեցին եւ սերը սպանեցին խաչի մահով։ Հրաժարվան սիրուց եւ սպանեցին սերը։ Եվ շատ հաճախ մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Մենք սպանում ենք մեր կյանքերի մեջ սերը։ Մենք հրաժարվում ենք, մենք ընտրում ենք չարը։ Ուրեմն մի հետաքրքիր պատմություն է եղել Աթենքում, դա հին ժամանակներում է եղել։ Աթենք քաղաքում ավանդույթ կար։ Նրանք ամեն տարի հավաքվում էին եւ քվեարկում էին, թե այն մարդկանց դեմ, ով իրենց կարծիքով վտանգավոր էր իրենց դեմոկրատիայի դեմ։ Եվ մի օր նրանք երբ որ հավաքվեցին, սկսեցին քվեարկել, գրեցին կավե կավի վրա են գրում, հա, սենց, այդ կավերի վրա գրեցին մեկի անունը, որի անունն էր Արիստադես, մարտարար մագանունով, մարտարար այսինքն արդար։ Եվ հեղինակը գրում է եւ ասում է նա այնքան արդար էր, որ քաղաքում ամենա արդարն էր համարվում եւ բոլորը ասում էին նրան արդար։ Չնայած դրան 6000 մարդ քվեարկեցին նրա դեմ։ Եվ մի գյուղացի մոտենում է նրան անգրագետ, ու ասում է, խնդրում եմ, գրիր, չճանաչելով նրան, ասում է, խնդրում եմ այս կավի վրա գրիր անունը, գրիր Արիստադես անունը, այսինքն նրա անունը հենց։ Եվ նա ասում է, վերցրեց եւ գրեց, բայց գրելուց հետո հարցրեց գյուղացուն. Ի՞նչն է պատճառը, որ դու գրում ես այս անունը։ Պատմությունը վկայում է եւ ասում է, որ նա գյուղացին պատասխանեց. Հոգնել եմ լսել Արտիդիդես արդար մարդու մասին։ Ուղղակի հոգնել եմ։ Գիտեք, երբեմն ինձ է ստացվում, որ մենք հոգնում ենք նաեւ լավից։ Երբ որ լավը գալիս է մեր կյանքի մեջ, մենք զգում ենք մեր սխալները։ Երբ որ լույսը լուսավորում է մեզ, լույսի մեջ երևում է մեր տգարությունները,
Դրա համար մենք իշքան հնարավոր է փնովում ենք, անուն ենք կպցնում, հեռացնում ենք մեզանից, որովհետև մենք չար ենք մեր սրտերում, մենք այդպիսին ենք, այո, մի օր Տեր Հիսուսին մեկը մոտեցավ, ասեց, բարի վարդապետ, Հիսուսն ասեց, ինչի համար ես ինձ բարի անվանում, չէ՞ որ միայն Աստված է բարի։ Գիտեք հետաքրքիր որն է, երբեմն լսում եմ, որ ինձ ասում են դու բարի մարդ ես։ Երբ ինձ նման ձև են ասում, գիտեք, ունեց անհարմար եմ ինձ զգում։ Ասում եմ, հեչ հասկանում ես ում ես ինչ ասում։ Այդ բարի մարդը մի օր գազազած հարձակվեց մյուսի վրա, ծեծելը քիչ էր, հետո վրայից պես մի կտոր միս կծեց ու պոգեց։ Բարգությունից գազանի պես ոնց էր։ Եվ գիտեք, առաջ էր, որ բան է անում, միշտ կենտանիների հետ է ինձ համեմատում։ Ասում են, այդ կենտանիները սպես են, կենտանիները սպես են։ Եվ կենտանական աշխարհից փորձում է ինչ-որ մի բան իմ մեջը վերցնել։ Իհարկե, ինչքան հնարավոր է չար բաներ, ինչքան հնարավոր են դաժան բաները, որովհետև աշխարհը այդպես է։ Ինչքան մարդը դաժան է, այդքան ավելի ոնց որ թե թվում է, թե նա ավելի մեծ է, ավելի հնարավորությունները նրա շատ է, հա։ Ինչքան շատ մարդ է տրորում վրայից ասում, կարծես թե ավելի լավն է։ Նրա իշխանությունը ավելի մեծ է։ Բայց հետո ճանաչեցի Տեր Հիսուսին։ Ամենամեծը, երկրի եւ երկնքի արարիչը։ Նա ով կարող էր ընդամենը մեկ տառով վերացնել ամբողջ աշխարհը, թույլ տվեց, որ ինչ որ մարդիկ նրա հետ նման ձևով վարվեն։ Եվ թույլ տվեց, որպեսզի մարդիկ նրան սպանեն, անհարգեն։ Բայց նա հարություն առավ։ Այո, նա մեր հետ մարտնչում է։ Մարտնչում է եւ մեր հիմքերը երբեմն շարժում է։ Բայց շարժում է դա, գիտեք ինչի համար։ Որովհետև նա ամեն բան բարիին գործակից է անում։ Մեր եղբայրը այսօր խոսեց Հոբի մասին։ Հոբի գրքում գրված է, որ շատ դաժան փորձությունների մեջով Հոբ անցավ։ Ով կարտացել է, մենք բոլորս գիտենք։ Եվ Հոբը ասում է. «Երանի Աստված գար եւ իմ հետ դատվեր, որովհետեւ ես կարողանայի ինձ պաշտպանել»։ Եվ շատ նման բաներ է խոսում։ Եվ ահա գալիս է այն պահը, երբ Աստված գալիս է նրա հետ զրուցելու։ Գիտեք, առաջ անգամ երբ որ ընթերցում էի Հոբի տանջանքները, ինձ թվում էր, թե այս Աստված գալու է եւ ասի. «Վայ բալես, վայ ինչ կդարվավ քո հետ, վայ դու մեղք ես, հես այս ամեն ինչ ես կփոխեմ»։ Բայց գիտեք ինչ ասեց Աստված երբ եկավ, Հոբ 38 գլուխ 2-3 խոսքերն ենք կարդում։ Եվ Տերը նրան ասում է, հենց եկավ, ասում է. «Ով է դա, որ խորհուրդը նսեմացնում է անմիտ խոսքերով։ Մեկ գոտևորիր մեջքդ տղամարդի պես եւ ես քեզ հարցնեմ ու դու ինձ հասկացրու»։ Պատկերացնում եք, Աստված գալիս եւ ասում է. «Ով ես դու, որ նման բաներ ես խոսում»։ Մի հատ հագուստը կաբիր վրա ու տղամարդու պես արի պատասխան տուր։ Առաջ անգամ երբ այդ տեղը կարտացի ուղղակի ապշա։ Աստված նրան եկավ ու ասեց. «Լուկ մի հատ արի պատասխան տուր, ես ինչ ես խոսում»։ Ու հետո 2 գլուխ Աստված բացատրում է նրան, թե ինչ մեծ է նա։ Ու հարցեր է տալիս, ասում է. «Հոբ, ուր էիր դու, երբ ես երկիրը ստեղծեցի, ուր էիր դու, երբ ես երկիրը օդից կախեցի, ուր էիր դու, երբ ծովին սահմաններ դրեցի»։ Ու ուսպես 2 գլուխ հարցեր է տալիս, բացատրելով Հոբին, թե ինչ մեծ է Աստված։ Հաճախակի, երբ որ ինչ-որ մի փորձություններ է գալիս մեր կյանքում, մենք սկսում ենք տրտնջել եւ նսեմացնել Աստծո գործը։ Ուր էր Աստված։ Խի թույլ տվեց։ Միթե Աստված չի կարող այս ամեն ինչը փոխի։ Տրտնջում ենք, դե ո՞նց է սենց։ Ախր սա լավ չի, ախր սա հետաքրքիր չի։ Անհարգելով Աստծուն եւ նրա կամքը։ Բայց գիտեք, եկավ ու հարցրեց. «Ով ես դու»։ Մի օր լսեցի, մի քանի անգամ ավելի ճիշտ լսեցի, մի հատ շատ հետաքրքիր վկայություն։
Զորավոր հորիներն ասում են, աղոթեցի Աստված եկավ, Հիսուս եկավ սենյակիս մեջ եւ փառքը նրա լցվեց եւ ես նրա հետ զրուցեցի ու գիտեք, խանդ բարձացավ սրտիս մեջ, ասեցի Տեր ջան, ես էլ եմ ուզում, եկա տուն։ Գիշերը աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, ուզում եմ, որպեսզի դու էլ գաս իմ մոտ քո փառքով։ Եվ գիտեք ինչ, եկավ։ Ու սկսեցի զգալ, ինչպես որ լսվում է նրա փառքը իմ սենյակի մեջ։ Մի քիչ։ Այդ վարյանին հասկացա, ինչ փոքր եմ ես։ Ու գիտեք ինչ արեցի, վեր կացա, անգողնուս մեջ պարգա, գլխովս ծածկվա, ու պարգել եմ ու ասում եմ, Աստված ջան, չեմ ուզում, հերիք է։ Գիտեք որ այն օր ասում եմ փրվար դեմքով նրա առջև։ Հասկացա, թե ինչ մեծ է նա։ Մի քիչ հասկացա։ Բայց դա բավական էր, որպեսզի ես, գիտեք, դա սարսափ չէր։ Կա սարսափով վախ, բայց այստեղ ուրիշ երևույթ էր։ Ես իմ ամբողջ էությունով զգացի իմ փոքրությունը եւ նրա մեծությունը։ Փառք Հիսուսին։ Եվ երբ որ Աստված գալիս է մեր կյանքերի մեջ, նա միշտ մեզ հետ մարտնչում է։ Մարտնչում է, փորձում է մեզ չարից տանել դեպի բարին։ Այո, ես հստակ հասկանում եմ, իմ մտքերը չար են, ես իմ էությունով չար եմ։ Ու ամեն մի բարի բանը, որ անում եմ, դա մի մեծ պայքար է, մտքի պայքար է իմ մեջ։ Բարի բանը եթե ես անում եմ, դա գիտակցաբար ընտրություն է։ Ընտրում եմ, որովհետև այդպես Աստված ասել, այդպես նա է կամեցել։ Ոչ թե ես։ Եթե ինձ հնարավորություն լիներ, ամենավատ մարդը ես կլինեի։ Բայց փառք Աստծուն, ինչպես ասեցի, Աստված ինձ ընտրեց։ Ինչի համար ընտրեց, չգիտեմ, նա այդպես կամեցավ։ Փոխեց իմ կյանքը։ Եվ այստեղ գտնվում եմ այսօր ես կամ ձեր հետ։ Ու դա մեծ հրաշք է, իրոքից մեծ հրաշք է։ Ու ինչի համար եմ սա ասում։ Գիտեմ, որ ամեն մեկիդ համար դա եւս ամենամեծ հրաշքն է։ Մենք խոսում ենք միշտ հոբի տանջակների մասին ու մտածում ենք, թե խի Աստված թույլ տվեց։ Խի Աստված թույլ տվեց։ Եսայի գրքում 42 գլուխ 3-րդ խոսքն եմ ուզում ընթերցեմ սկզբից։ Գրված է Աստծո խոսքերը հետևյալն են ուրեմն. Կոտրված եղինջը չի կոտրի եւ ծխացող պատրույկը չի հանգեցնի, այլ ճշմարտությամբ պիտի հաստատե դատաստանը։ Ասում է կոտրած եղինջը չի կոտրի։ Երբ որ Աստված թույլ է տալիս փորձությունները մեր կյանքում, ցելի եկեղեցի, նա մեզ չի կոտրում։ Նա մեզ վերանորոգում է։ Նա մեզ վերապատրաստում է։ Նա փոխում է մեր մեջ այն չար, այն վատ բաները։ Հենց դրա համար նա թույլ է տալիս, որպեսզի մենք, որ ասում այսպես, մեր խելքի պատճառով ընկնենք փորձությունների մեջ, բայց այդ փորձությունները, երբ որ մենք հանձնում ենք Աստծո ձեռքերը, նա կարող է դեպի բարին օգտագործել, դեպի բարին վերափոխել։ Եվ դա դառնում է մեզ համար մի մեծ դաս, որը փոխում է մեր ապագան։ Դա դառնում է Աստծո համար հնարավորություն, որպեսզի նա օրհնի մեզ, ել ավելի բարձրացնի մեզ։ Եվ նայեք, երբ որ ուշադիր կարդում ենք Հոբի գիրքը, գրված է հենց սկզբից առաջի գլխից։ Գրված է, որ Սատանան եկավ Աստծո մոտ։ Ինչ եք կարծում, Աստված գիտեր, ինչի համար Սատանան եկավ, թե չէ։ Ես կարծում եմ իհարկե գիտեր։ Իհարկե նա հասկանում էր ինչի համար էր Սատանան եկել։ Բայց երբ որ ուշադիր կարդում ենք, հետևյալն ենք տեսնում։ Հենց Սատանան գալիս է Աստծո մոտ, Աստված ասում է. Եվ Տերն ասեց Սատանային։ Տեսնում եք, Աստված է սկսում զրույցը։ Եվ Տերն ասում է Սատանային. որտեղից ես գալիս։ Եվ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. երկրի վրա շրջվելուց, որ նրանում ման գալուց, եւ նրանում ման գալուց, եւ Տերն ասեց Սատանային. ուշադրությունը դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա, կատարյալ է եւ ուղիղ մարդ, աստվածավախ եւ չարությունից հեռացող։ Ուշադրություն դարձնենք, սիրելի եկեղեցի։ Դեռ զրույցը չսկսված, Աստված թույլ չտվեց, որպեսզի Սատանան սկսի մեղադրել։ Միանգամից սկսեց գովել իր ծառային։ Միանգամից դա ոնց որ
այնտեղն էր, որ թույլ տվեց Աստծուն հետո ել ավելի օրհնել Հոբին։ Նա թույլ չտվավ, որպեսզի Սատանան փնովի Հոբին։ Նա թույլ չտվավ, որպեսզի Սատանան պահանջի Հոբին իրենից։ Նա միանգամից գովեց, սահմանները դրեց, միանգամից գովեց, իմ լավ ծառան է։ Աստվածավախ է եւ հրաշալի է։ Գիտեք, երբ որ մեզ մեղադրում են, Աստված մեզ տեսնում է միայն լավը։ Եվ ինչ որ նա թույլ է տալիս մեր կյանքերի մեջ, նա թույլ է տալիս, որպեսզի աբացուցի, որ մենք լավն ենք։ Որպեսզի հեռացնի մեզ զդի չարից եւ բարձրացնի։ Դա թույլ է տալիս, որպեսզի հետո նա կարողանա մեզ օրհնի։ Եվ ինչպես վգայից եղբայրը, երբ որ Հոբը անցավ փորձությունները, երբ որ անցավ այդ ընթացքը, եկավ մի ժամանակ, երբ Աստված նրան ել ավելի օրհնեց։ Փառք Հիսուսին, որովհետև նա միշտ ավելի առաջ է, քան որևիցե մի երևույթ։ Ամեն բան նրա գեր հսկողության տակ է։ Եվ ամեն բան, երբ որ մենք արդեն հանդիպում ենք դրան, մի բան է մեզանից պահանջվում։ Ինչքան շուտ դա մենք հասկանանք, այդքան շուտ կփոխի մեր իրավիճակները։ Ամեն իրավիճակի մեջ, երբ որ մենք հասանք արդեն մեր ընդրության պատճառով, լավ կլինի Աստծուն հարցնենք, Տեր ջան, ինչ ես կամենում, որպեսզի այս իրավիճակի մեջ ես սովորեմ։ Որ հիմքն ես ուզում, որպեսզի ես փոխեմ։ Որովհետև հենց մենք թույլ ենք տալիս Աստծուն փոխել մեր հիմքը, խախտել մեր հիմքերը, փոխել մեր մտածելակերպը, գալիս է հաջորդ փուլը, օրհնությունը։ Տարիներ առաջ, երբ նոր ապաշխարել էի, աշխատանքի ինձ ընդունվա, ու իմ անմիջապես ղեկավարին ասեցի, որ գիտես, ուրիշ տեղել եմ աշխատելու, երկու գործ իրար հետ ոնց որ պետք է համատեղեմ ու աշխատեմ։ Համաձայն ես դրա հետ, ասեց համաձայն եմ։ Որոշ ժամանակ ես դա այդպես էլ աշխատում էի։ Բայց մի օր այնպես ստացվեց, որ հեռախոսներով էինք, ծրագրերի մեջ էինք աշխատում, ծրագիրը ցույց տվեց մի խոսքով, որ ես ուրիշ տեղել եմ աշխատում։ Եվ ավելի մեծ ղեկավարը ինձ իր մոտ հրավիրեց, ու նա գիտեք, պես մի քիչ հբարտ հուրացած մարդ էր։ Զգացիք հենց նոր նրան արժեքազրկեցի արդեն։ Եվ նա հրավիրեց իր մոտ եւ ասեց, բացատրություն տուր, թե ոնց է սա հնարավոր, որ դու այսպես սխալ ես աշխատում, քիչ ժամանակ ես աշխատում մեր մոտ։ Գիտեք, չհասցրեց նույնիսկ նախադասությունը վերջացներ։ Ասի, ախպեր, հանգիստ, ես ինչ ձև ես հետս խոսում։ Ընդամենը մի հատ հարց է տվել, գիտեք։ Չեք ուզում, չեմ աշխատի։ Նա այսպես զարմացավ, ապշեց դեմքից նայեց, ասեց, լավ, գնա դիմում գրի դու սա։ Ընդամենը կես նախադասություն ենք իրար հետ խոսացել եւ վերջ։ Դիմումը գրեցի, ազատվեցի գործից։ Ինչ եք կարծում, ես դաս քաղեցի դրանից, իհարկե ոչ։ Տարիներ անցան, տարբեր դասեր անցա, ու հիմա գիտեք, նոր աշխատանք ընդունվեցի։ Ու ես գիտեք, թե ես անցել եմ այդ ամեն ինչից։ Արի հոյ, իհարկե անցել էի։ Եվ այնպես ստացվեց, նստած եմ ղեկավարների հետ խոսում եմ, ու ինչ որ նոտաներ դուրս չի գալիս։ Ոչ թե կոպիտ են խոսում, ոչ թե ինչ որ վատ բան են ասում, ուղղակի զրույցի մեջ նոտաները դուրս չի գալիս։ Զրուցեցինք, դուրս եկա, հբարդությունը գլուխը բարձրացրեց։ Սկսեց մեջը սեպել։ Հբարդությունը բերեց բարգություն։ Բարգությունը բերեց հասցրեց այն կետին, որ ես կորցրեցի ինքնատերապետությունս։ Ու ասում է բերանս բացեցի։ Փառք Աստծուն, որ նրանք ավելի իմաստուն էին, քան ես։ Անցավ մի քանի օր, մեկը եկավ ինձ մոտ, ասում է, այդ տղա, բայց դու ես ինչ լիրբ ես։ Մենք գիտենք, թե դու ոնց որ խելոք ես։ Սերներ, գիտեք, դա Աստված գիտի եւ ես գիտեմ, իհարկե։ Առաջ ընդամենը կես նախադասություն էր պետք, որպեսզի ես նման ձևի հաննվեի, հա։ Հիմա ոնց որ մի քանի ամիս։ Եվ դա փոփոխություն է իհարկե։ Բայց դա վերջը չի։ Ես հասկանում եմ, որ դա ընթացք է, որով ես պետք է ասնեմ եւ փառք Աստծուն նրանց համար ու այդ դասի համար եւ որով ես եւս մեկ անգամ իմ կյանքի մեջ խաղացի։ Լեզվից տվեցի մի որոշ ժամանակ ես ինքս ինձ ոնց որպես հբարդություն գրգում էի զգում, հա։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, երբ որ մտածում եք չար մտքերը, հղիանում եք դրանցով։ Երբ որ անում եք, ծնում եք մեղքը։
Իսկ ծնված մեղքը բերում է մահ։ Ես կարա իհարկե, երբ որ այդ մտքերը գալիս էին իմ մոտ, հանգստացնեի մի հատ ինձ եւ ասեի, տղա ջան, լքելով մնա։ Բայց ես թույլ տվեցի, որովհետեւ դրանք ինձպես ավելի բորբոքեն, հա, որովհետեւ հբարդությունը դառնա արդեն բարգություն։ Եվ բարգությունը արդեն ծնեց մեղքը։ Դրանից հետո որոշ ժամանակ դեռ դրա մեջ էի, ու մի օր մենակ էի սենց, գործ էի անում։ Եվ այդ պահին լսեցի հոգու ձայնը իմ մեջ։ Գիտեք ինչ ասեց։ Ինձ անարգեցին, ձեզ էլ կանհարգեն։ Ու ասում է, որ փուշս միանգամից թողեց։ Գիտեք, միանգամից այո, ախր չէ որ Հիսուսին էլ են անհարգել։ Բա ով եմ ես, որ ասենք ինչ որպես մի քիչ հետս այդ ձևի խոսացին, ուրեմն վերջ, հնարավոր չէ։ Ով եմ ես։ Չէ որ Աստված տվել էր ընտրություն, ես կարա ուրիշ ձևի դա բացատրեի։ Կարա ուղղակի ասեի, գիտեք ինչ, իմ դուրը չի գալիս։ Մի այդպես արեք։ Հանգիստ կարայի բացատրեի։ Բայց չէ, ես հասա այնտեղ եւ մեղք ծնեցի։ Լավ թող Աստվածների ինձ, նրանք էլ են արտենները, հետո ներողություն խնդրեցի իմ արածների համար։ Եվ փառք Աստծուն։ Այո, սիրելի եկեղեցի։ Աստված մեզ մշակում է։ Գիտեք, երբ որ մետաղը մշակում են, կա երկու ձև։ Մետաղը մշակելու։ Դարբնոցային ռուսերեն ասում են կովնի մետաղ։ Եվ կա գլոցված ձևով մշակում են երկաթը։ Դա գիտեք ոնց էսպես մեծ վալերի արանքով անցկացնում են երկաթը եւ նա ոնց որ երկաթին ձև է տալիս։ Երբ որ գլոցված ձևով են մշակում, ինքը ավելի էսպես հավասար է ստացվում, ավելի գեղեցիկ է ստացվում։ Դարբնոցային ձևը մուրճով տակասնում են երկաթը եւ մուրճով խփում են ու ամեն անգամ փոխում են այսպես մետաղի դրվածքը ու խփում են ու հարվածում են։ Երբ որ վերջացնում են մշակելը, դարբնոցային մետաղի վրա մուրճի տեղերը մնում է։ Երևում է այսպես ծեծված է։ Գլոզվածինը հավասար է ավելի, բայց հետաքրքիրը գիտեք որն է։ Մուրճով ծեծված երկաթը շատ անգամ ավելի պինդ է ստացվում։ Եվ գիտեք, Աստված մեզ մշակում է, այո։ Ու մեր կյանքի ամեն իրավիճակների մեջ նա մեզ մուրճով փորձում է կոփել։ Ու հետաքրքիրը գիտեք որն է, իշքան ես մարդ եմ հանդիպել իմ կյանքում, որի մասին կարող եմ ասեմ, լավն է, որում հաստատ կյանքում ծեծված է։ Որում հաստատ լիքը բաներ է կյանքում տեսել։ Ես դեռ չեմ հանդիպել այնպես մարդուն, որ գիտեք, ծնվել է, ոչ մի բարդ բան չի տեսել իր կյանքում եւ գեղեցիկ է եւ հմայիչ է։ Իշքան էլ լինի, որ ասում է խաչաբը, էլի, խաչաբը, գոնե գլոզված ձևով պետք է մշակվի։ Բայց դա ինքը գեղեցիկ է, հա, ասես մի թեթև ինչ որ բաներ տեսել է կյանքում, գեղեցկություն ունի, բայց պնդությունը չունի։ Երբ գալիս է հաջորդ փորձությունը, նա փշրվում է։ Օրինակի համար ես փորձության մեջ համարում եմ, որ ես փշրվա։ Ու ես հասկանում եմ, որ եկել այն ժամանակը, երբ Աստված պետք է ինձ միացպես մուրճով, հավեսով ամեն կողմից ծեծի։ Ու միշտ ասում եմ, ինչքան շուտ ես հասկանամ, կան շուտ կկդրվի դա ընթացքը։ Եվ հիմա հարց եմ տալիս, նայեք, վկայեցի առաջի դեպքը, երկրորդ դեպքը, ոնց Աստված ինձ օրհներ, եթե ես այդ ձևի հբարդ էի։ Ուր էլ գնում է, բոլորին ասում է, ես ձեզանից մեծ եմ։ Ով կցանկանա նման մարդու հետ ինչ որ հարաբերություններ ունենա, գործնային կամ որևիցե։ Այսինքն մինչև Աստված չփոխեր դա իմ մեջ, օրհնությունը չէր գալ իմ կյանքի մեջ։ Եվ դրա համար նա ոնց որ այդ ամեն ինչը անցկացրեց ինձ, որպեսզի փոխի դա։ Եվ այսօր իմ խոսքը եւ իմ կոչը հետեւյալն է, որպեսզի մենք թույլ տանք Աստծուն, որպեսզի նա կարողանա մեզ փոխի։ Նույն բանը անցավ Մովսեսը։ Հիշում եք Մովսեսը սկզբից գնաց եւ իր զորությամբ մարդուն սպանեց։ Բայց դա չէր Աստծո կամքը։ Աստված կամենում էր, որպեսզի Մովսեսը խոնարհվեր նրա խոսքի առջև։ Շատ հետաքրքիր մի պատմություն կա Սիմոնի մասին։ Երբ որ Տեր Հիսուսը հանդիպեց Սիմոնին, հարցրեց անունդ ինչ է, եւ Սիմոնն ասաց Սիմոն։ Սիմոնը թարգմանվում է որպես տատանվող։ Եվ Տեր Հիսուսը ասեց, այսուհետև դու Սիմոն չես լինի, դու Պետրոս կլինես։ Պետրոսը դա քար է նշանակում,
Հենց սկզբից Տեր Հիսուսը նրան կանչեց, ասեց՝ դու քար կլինես։ Ես ծնվել եմ Մարտիկ քաղաքում եւ տեսել եմ, որ ասում է քարի երկիր էր, տեսել եմ տարբեր ձևի քարեր։ Գիտեք, կան քարեր, նրանք գեղեցիկ են, բայց այնքան, ասես, այնքան, ոնց ասեմ, թյորդի, հա, այնքան պես իրանք պինդ են, որ երբ որ փորձում ես այդ քարը մշակես, ուղղակի կոդրվում է։ Մարդիկ են երբեմն նման, երբ գալիս է փորձությունը նրանց կյանքի մեջ, որովհետեւ նրանք փոխվեն ու դաս քաղեն, նրանք կոդրվում են, փոշրվում են։ Նրանք պատրաստ չեն, որովհետեւ թույլ տան իրենց մշակեն։ Նրանք ուղղակի փշրվում են։ Բայց կան մարդիկ, որ ասում են Հայաստանը կառուցված է արտիկի տուֆիկ քարից, հա։ Ես տեսել եմ ինչպես Վարպետը մշակում է ու հանգիստ փախրում քարը ու թույլ է տալիս, որովհետեւ նրան մշակես։ Եվ Հիսուսը Պետրոսին ասեց. դու քար ես։ Բայց ահա եկավ մի ժամանակ, երբ նստած էր նա եւ հարց տվեց. ով եմ ես մարդկանց համար։ Ինչ են մարդիկ խոսում ինձ համար։ Իմ մասին։ Տարբեր բաներ ասեցին աշակերտները։ Մեկը ասեց. դու մարգարե ես, մյուսը ասեց. դու ավելի մեծ մարգարե ես, եւ այլ ձևերով։ Բայց Պետրոսը ասեց հետեւյալը. Մատթեոս 16 գլուխն եմ կարդում 16-ից 18 խոսքը։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց. դու ես Քրիստոսը կենտանու Աստծո որդին։ Եվ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց նրան. երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ այրունը չհայտնեց քեզ, բայց իմ հայրը, որ երկնքում է։ Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Դու ես այն վեմը, Պետրոս։ Դու ես այն քարը, որի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Բայց ուշադրություն դարձնենք դա նա երբ ասեց, երբ որ Պետրոսը հայտնություն ստացավ, որ Հիսուսը Աստծո զավակն է։ Հայտնություն ստացավ, նոր բան հասկացավ, որ նա պետք է հնազանդվի Աստծո կամքին։ Երբ որ նա դա հասկացավ, Հիսուս ասեց. հենց հիմա քո վրա կկառուցեմ, ոչ թե անձի վրա, այլ հայտնության վրա։ Եվ երբ որ մենք ստանում ենք այդ հայտնությունը մեր կյանքերի մեջ եւ թույլ ենք տալիս, որպեսզի Աստված փոխի մեր էությունը, մշակի քարերը, մենք դառնում ենք կենտանի քարերը, որոնցով որ Աստված կարող է կառուցել իր եկեղեցին։ Յուրաքանչյուր կառույցի մեջ կա քարեր, որ ասես հadouk են մշակված, կան ընդհանուր պատը, բայց կան քարեր, որ հadouk են մշակված։ Իշքան մենք թույլ ենք տալիս, որ Աստված մեզ մշակի, այսինքն թույլ տալը գիտեք դա որն է։ Երբ որ մենք կատարում ենք Աստծո խոսքը, երբ որ մենք պահում ենք մեզ, այնպես ինչպես որ Աստված կամեցավ։ Ոչ թե այնպես ինչպես մենք ենք մտածում։ Շատ հաճախ մարդիկ երբ որ նստում են, զրուցում են, եզրակացություններ են կանում, սա այնպես է, որովհետև սա սպես է ու լիք սպես եզրակացություններ են կանում։ Եվ փորձում ենք տրաբանենք, թե ինչպես անենք, որ ճիշտ լինի։ Բայց երբ որ մենք ընդունում ենք Աստծո խոսքը ու հարց ենք տալիս, Տեր ջան, ո՞նց ես ուզում, որ այս իրավիճակի մեջ ես վարվեմ։ Գիտեք, մի անգամ իմ կյանքի մեջ այնպես ստացվեց, երբ որ ես կատարյալ ձևով ճիշտ էի։ Բոլոր ասպարեզներում ոնց ուզում եք, նստենք, զրուցենք, ես ճիշտ էի։ Ու ճիշտ լինելով եկել եմ տուն, մի անձնավորության վրա ուղղակի ձայնս բարձրացրեցի։ Չանպատվեցի, ուղղակի ձայնս բարձրացրեցի։ Եվ եկել եմ տուն, աղոթեցի, պարգել եմ, որպեսզի քնեմ եւ հոգուս մեջ զգում եմ Աստված ասում է ներողություն խնդրի։ Ոնց թե Տեր Աստված ճիշտ եմ, ոնց թե ճիշտ ներողություն խնդրի, ինչի համար։ Բայց զգում եմ, որ Աստված նորից ասում է ներողություն խնդրի։ Գիտեք, վերցրեցի հեռախոսս եւ գրեցի, սաբշենի SMS գրեցի, կներես ինձ։ Հենց ուղարկեցի, խաղությունը եկավ ինձ վրա։ Մինչև որոշ չեմ հասկանում, թե ինչն էր պատճառը, որ ես պետք է նրանից ներողություն խնդրեի։ Բայց ես զգացի ու վերաբրա, որ դա Աստծո կամքով էր։ Ես համարում եմ, որ դա հենց նա է, որ Աստված մեզանից կամենում է։ Նա կամենում է, որպեսզի մենք ոչ թե ինչպես այսօր երգում ենք, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Աստծո կամքով։ Երբ որ մենք ապրում ենք ըստ Աստծո կամքի, այդ ժամանակ է Աստծո փառքը երևում։ Ամեն ուրեմն երկար ժամանակ նկատում եմ, որ երբ որ հիշում եմ աշխարհիկ կյանքս,
աչքերս սկսում են փայլել, դրա մասին արդեն վկայել եմ։ Ու ասել եմ, ու չի հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ հիշում եմ չար բաները, աչքերս փայլում են, ուրախություն է գալիս։ Բայց երբ հիշում եմ հոգևոր կյանքից, ոնց որ տեսպես սկուչն։ Մի օր հասա այնտեղ, որ արդեն սկսեցի խանդել դրա հանդեպ։ Ոնց էլ Աստված ջան, ոնց է հոգևոր կյանք, ինձ թվում սպես սկուչն։ Եվ գիտեք ինչ ասում խոսքը։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 13-րդ խոսքն եմ կարդում։ Մատկորեն եմ ասում ձեր մարմնի տեկարության համար, որ ինչպես ձեր անդամները ծառա ներկայացիք պղծության եւ անօրության համար, նույնպես էլ հիմա ձեր անդամները ծառա ներկայացրեք աշտարությանը սրբելու համար։ Գիտեք ինչ հասկացա։ Պղծության մեջ իմ մարմինը 100% տրամադրել էի։ Չարության մեջ ամեն ձևի, ոնց որ ոչ մի ձևի կանգ չէի առնում, հա, ամեն ձևի քայլում էի առաջ։ Բոլոր մարմնովս ծառայում էի, բոլոր էությունովս։ Դրա համար է դա թվում էր հետաքրքիր։ Չկար սահմաններ։ Բայց հոգևոր կյանքում ինչ որ միտեղ եմ հասել ու կանգ եմ առել։ Ու շատ քիչ եմ գնացել, շատ քիչ ու կանգ եմ առել։ Դրա համար ինձ թվում է, թե դա կարծես թե սկուչն է։ Ցելի եկեղեցի։ Ինչ եմ ուզում ասեմ։ Կոչ եմ անում, որովհետեւ մենք կանգ չառնենք մեր ընթացքում։ Թույլ տանք, որովհետեւ Աստված մեզ մշակի, եւ թույլ տանք, որովհետեւ Աստված մեզ օրհնի եւ բարձրացնի, եւ թույլ տանք, որովհետեւ Աստված մեզանով փառավորվի։ Եվ խնդրում եմ ամեն մեկի սկսած ինձանից եւ կոչ եմ անում։ Եկեք մեր ամբողջ էությունով տրվենք Աստծուն։ Ամբողջ էությունով ծառայենք, որովհետեւ մեր անդամները, մեր ձեռքերը, մեր ոտքերը եւ ամենակարևորը մեր մտքերը ծառայեն Աստծուն։ Քանի որ նա արժան է եւ փառք Հիսուսին։ Այո, փառք Աստծուն։ Այսքանը սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին։ Հուսով եմ կարողացա ինչ-որ մի բան փոխանցեմ ձեզ, այն խոսքը, որ դրվել էր իմ սրտում, այն խոսքը, որ հայտներ դարձա ինձ համար։ Այս ամեն ինչի մասին ես ձեզ հետ կիսվեցի, դա այն է, ինչի մեջով ես եմ անցնում, ինչի մեջով ես եմ ապրում։ Եվ եթե այս խոսքը ինչ-որ մեկի կյանքը եւս կկարողանա փոխի, ուրեմն փառք Հիսուսին։ Գիտեք, այսօր նես մը դա ու խոսքը վերցրեցի, եւ գիտեք որն էր։ Գրված է Գոհացեք Տիրոջը, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Տերը բարի է սերունդներ, եւ հավիտյան է նրա ողորմությունը։ Փառք Հիսուսին։ Եկեք գոհանանք նրանից եւ ծառայենք մեր ամբողջ էությամբ։ Փառք Աստծուն, փառք Հիսուսին։